Եթերում Պաշտպանության նախարարության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինուշ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվել է Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում։ Այցի նպատակն էր ծանոթանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագրին։ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ կատարած այցի ընթացքում դեսպան Միլսին ուղեկցում էին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Էնթոնի Սեբոն եւ ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Ահարոն Քամինգսը։ Ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց ինստիտուտի զարգացման ներկա փուլը եւ գործունեության գիտական արգասիքները։ Նա նշեց, որ ինստիտուտը ռազմավարական խաղերի մեթոդաբանության կիրառմամբ կազմակերպել է մի շարք ռազմավարական քաղաքական ֆորումներ, իսկ այս տարվա հոկտեմբերի 5-ից 6-ը Երևանում կայանալու է խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի ամենամյա խորհրդաժողովը։ Հյուրերը ծանոթացան նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին։ Քննարկումը ծավալվեց գիտական խորհրդի դահլիճում, որտեղ Միացյալ Նահանգների Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ եւ հրավիրյալ պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ իրականացված նորարարական աշխատանքները, նշելով ինստիտուտի գիտնական վերլուծաբանների Միացյալ Նահանգների Պաշտպանական ազգային համալսարանում անցկացվող գիտական ստաժավորումների կարևորությունը։ Դեսպան Միլսը նույնպես լինելով Միացյալ Նահանգների Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ կարևորեց ամերիկյան մոդելով Հայաստանում ազգային համալսարանի ստեղծման ծրագիրը, այն համարելով պաշտպանական անվտանգային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը որակական նոր մակարդակ հաղորդելուն ուղղված ինտելեկտուալ հարթակ։ Դեսպան Միլսն իր գոհունակությունը հայտնեց Միացյալ Նահանգների պաշտպանական գիտակրթական Օլիմպոս հանդիսացող ազգային համալսարանի հետ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական արգասաբեր համագործակցության վերաբերյալ։